կառավարության օրենքներին, անվերապահ է կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը, ու թե դրժեմ երդումս, թող պատժեմ օրենքի ամբողջ խստությամբ, երդվում եմ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու Դավիթին։ Արձագանքել է հրամանատարության կոչին, որ առաջնագծում տղաները զենքի զինամթերքի պակաս ունեն եւ նաեւ սնունդի։ Եվ ցավոք սրտի թշնամու անօթաչուի հարվածից զոհվել։ Բեռնատարը բարձելիս, որպեսզի հասցնի առաջնագիծ։ Նվագում էր, երգում էր, բազմոշնոր էր։ Դա Ալեն։ Մեր սենյակն է ամեն ինչ իր կողմից ընտրված, նախապես իր ճաշակով, իր դիզայնով մտածված։ Այրվել էր իր հետ, անգլերենով գրառումները նույնիսկ չգիտեմ։ Ցավոք սրտի տեսեք մի քանի էջեր ընդամենը հասցրել գրառումներ կատարել։ Դա իր հեռախոսներ այրված, այո, որում մնացին նամակները սիրուն, ջերմությամբ լի, գորովանքով լի։ Ես գլուխ եմ խոնարհում իսկապես բոլոր որդեգորույս մայրերի առջև, որովհետև մենք երկրին, հայ ժողովրդին տվեցինք մեր ունեցած ամենաթանկը։ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է շուրջ 5 տարի եւ իր գործունեությունը ծավալում է կրթադաստիարակչական եւ ուսումնական ոլորտում ու մշակույթի արվեստի ոլորտում։ Փորձում ենք աջակիցը դառնալ շնորհալի երիտասարդների, պատանիների ու աղջիկների, աջակցել նրանց ստեղծագործությունների տպագրմանը, հրատարակմանը, եթե կան այդպիսիք։ Շնորհում ենք ալենյան կրթաթոշակներ։ Նախորդ տարի մենք երեխաներին ընտանիքների հետ ուղարկել ենք շրջագայության Արաբական Միացյալ Էմիրություններ։ Երկրորդ, երրորդ տեղի մրցանակակիրներին Գյումրի մշակութային քաղաք գիշերակացով, պատկերասրահներ, թանգարաններ։ Ֆանտաստիկ ծրագիր էր, որ կյանքի կոչեցինք նախորդ տարի հոկտեմբերի 4-ին շատ մեծ գեղեցիկ բացման արարողությամբ ընթերցասերը պուրակը, որտեղ տեղադրվեց գրքասերը քանդակը։ Չեմ կարող չնշել Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դետեկտիվ Ալենը ներկայացման մասին, որը գրվել է Ալենի 3 հեքիաթների հիման վրա, եւ արդեն 3-րդ տարին է հազարավոր մանուկների եւ մեծերի իսկապես ուրախություն ու բերկրանք է պատճառում։ Այն եւս պրոպագանդում է գիրքը, ընթերցանությունը, կրթությունը։ Նախագծերը շատ են։ Այժմ մենք կանգնած ենք մի դասասենյակի առջև, կարելի ասել իր նմանը չունեցող մեր հանրապետությունում նորարարական հետաքրքիր լուծումներով դասասենյակի առջև, որը կոչել ենք Ալեն մոլորակը մեր մոլորակում։ Սա Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպության նվերն է, Ալենի հիմնական դպրոցին, հարազատ այս դպրոցին, որտեղ ներկայումս կրթվում է նաև իմ կրտսեր զավակը։ Բարև ձեզ, սիրելի բալիկներ։ Սեղանը զարդարում են բոլորիս Ալենի հեքիաթները, այն հեքիաթները, որոնք Ալենը ստեղծագործել է մանուկ տարիքում։ Եվ կարծում եմ ձեզանից բոլորը ունեն, ճիշտ է այս հեքիաթները, Ալենը ձեզ նվիրել է։ Ուզում եմ հայրենիքից ծառայել, որովհետև մենք ունեցել ենք շատ հերոսական պատմություն եւ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր մայրերը եւ բոլոր հարազատները իրենց գլուխը բացի գրեն հանգիստ, որ գիտեն, որ ունեն նման զավակներ, ովքեր պաշտպանում են իրենց հայրենիքը։ Ալենը մասնագիտությամբ հեռուստառեժիսոր էր։ Փայլուն կարմիր վկայականով ավարտել էր Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 19 տարեկանից ուսմանը համատեղ դասախոսում էր որպես ֆիլմերի ստեղծման դասընթացավար։ Անխոչնդոտ ընդունվեց Բոստոնում Հարվարդի համալսարան, 2 մագիստրոսական ծրագրով, կրթության կառավարում եւ սոցիալական մանկավարժ։ Մի մեծ նպատակ ուներ վերադառնալ Բոստոնի համալսարանից եւ Հայաստանի Հանրապետությունն ներդնել բոլորովին նոր կրթական համակարգ։ Երիտասարդ գիտնական էր, գիտական հոդվածների հեղինակ, գիտությունը եւս նրան հետաքրքրում էր։ Եվ փաստորեն տարիների տքնաջան ուսումնառության արդյունքում նա կերտել էր իր բացառիկ իրավունքը չծառայելու հայկական բանակում։ Սակայն երբ իմացավ, որ հայրենիքը վտանգված է,
բոլոր երազանքները, բոլոր նպատակները, ապագայի նկատմամբ բոլոր իր որոշումները մի կողմ դրվեցին։ Ալենը շատ հստակ հայտարարեց. դու չես ինձ այդպես դաստիարակել։ Մամ, քո տղան չգնա, մյուսի տղան չգնա, բա ում տղան գնա։ Սա չարաբաստիկ պատերազմի լուսաբացն էր, երբ մենք Արցախ իրեն տեսակցության էինք գնացել եւ լուսաբացի 6:40 րոպե վայրկյաններ առաջ պատերազմից, երբ այսպես կանգնեց լուսավոր ժպիտով, ինձ ասեց նայի մամ, ինչ գույն ունեն սարերը եւ խնդրեց ասելով մամ, ինձ մի հատ նկարի, քանի խաղաղ է։ Վայրկյաններ անց պատերազմը սկսվեց եւ ինքը մեզ ուղակի խաբելով ճանապարհեց տուն, որպեսզի մենք վտանգավոր գոտուց դուրս լինեինք ու ինքը շտապ վերադարձավ Զորամաս, որպեսզի գտնվի մարտական ընկերների կողքին։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ 1 տարի հետո նշանակվեցի ընդհանուր բաժնեպետի պաշտոնում։ Համարյա թե երբեք ընդմիջում չէի անում, որպեսզի այդ 1 ժամը տրամադրեի եւ Ալենին կարողանայի տեղափոխել պատանի հանդիսատեսի թատրոն իր պարապմունքներին, մեկ ուրիշ պարապմունքներ, աշխատանքից հետո սպորտային պարապմունքները, 10 խմբակի միաժամանակ հաճախում էինք երգի, դաշնամուրի, կերպարվեստի, դիզայներական, թատերական խմբակ։ Ես ինձ շրջապատել եմ Ալենով, որպեսզի չխենթանայի, չխելագարվեի իմ կորստի ցավից, որպեսզի անընդհատ, անվերջ, որ կողմ էլ որ գլուխս թեքեի, ինձ պատերից նայեր Ալենը։ Եվ այո, որպես մայր գիտակցում եմ, որ 40 տարեկանում շատ կայացրած որոշում ունեցա ունենալ Դավիթին։ Ոստի եւ ստիպված եմ առողջ լինել, ամուր կանգնել հողին, անգամ թույլ չտալ ինձ հիվանդ լինելու շռայլությունը, որտեվ շատ գործ կա անելու, շատ։